Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը, դուք մերժել եք Արցախի Հանրապետությունը, դուք մերժել եք Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուսման տակ է, ներառյալ ես։ Այո, եւ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցի։ Եվ նորից եմ կրկնում, ապօրինի քրեական հետապնդման ենթակա մեր գործընկերների մասով։ Հիմա դուք հոխորտում եք ում վրա, հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն։ Հոխորտացեք ձեր գործընկերների վրա, որ արհեստական թեմաներ են գեներացնում։ Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա։ Այո, վերջին նստաշրջանն է եւ ես հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանը արդեն նոր գումարման ազգային ժողովում այս ամբիոնում նստած չի լինի ԿՊ-ն։ Առնվազն իշխանության մակարդակով։ Նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվի երկրում։